Այս վերջերս մեր հարևան մի երկրի ղեկավարը իր խամա, հա, ոնց որ Չապաևան ինչ որ ոչ է վերցեր, ասում գործընթացի ու ասենք սկզբից փակեց, ասենք Ռոսատոմի ճշտման, հետո մի անգամից, հետո ասում է Սպուտնիկ, հետո հիմա էլ ասում է կարմիր խաչն են փակում, դա այդ իր շարժումները ինչով են բացատրում ձեր կարծիքով, ինքը իրան զգում է Յուլիուս Կեսար։ Դե բայց Հուլիոս Կեսարը լավ չավարտեց, դժվար է իրան հայմատել Հուլիոս Կեսարի հետ, բայց Կեսարը լավ ճակատագրիչ լավ չավարտվեց։ Գիտեք ինչ, եթե ասենք Ալեքսանդր Մակեդոնացը էլի վատ Նապոլեոն, դաժե Չապաև ասենք էլի լավ չէ վերջացրել։ Տեսեք, ես կարծում եմ, ես սա բացատրում եմ 20 թվականին իր այսպես կոչված հաղթանակով իր ոտքերը գետնից կտրվեց, ուկրաինական պատերազմը, որ տարածաշրջանում Ռուսաստանը լուրջ զբաղվելու ռեսուրս կամ ժամանակ չունի, եւ հաջողությունից գլխապտույտի մեջ է, ինչ կարող եմ ասել։ Ես կարծում եմ, որ ինչպես Ռուսաստանում են ասում, еще не вечер։ Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում ոչ միայն Հայաստանի Հանրապետության շահերից, այլ նաև առհասարակ տարածաշրջանային կայունության շահերից։ Եվ մեկ անգամ չէ, որ ասել են, որ հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի թիվ 1 Ախոյանը, կարող եք ավելի մեղմ ասել կոնկուրենտը, դա թուրքական աշխարհն է։ Եվ ի վերջո պանթուրքիզմը ստեղծվել է ոչ թե հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ նախ եւ առաջ, այլ Ռուսաստանի դեմ։ Մենք բոլորս գիտենք Վեհիբ Փաշայի հայտարարությունները նայեք, դոկտոր Նազիմի հայտարարությունները նայեք, Էնվերի հայտարարությունները նայեք, նրանց նպատակն էր ոչ միայն կովկասյան թուրքերի միավորումը անատոլիական թուրքերի հետ, այլ նաև մինչև Վոլգա, այնտեղից էլ մինչև Տուրան։ Իսկ երբ որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնում է եւ 20 թվականին Բաքվի շքերթի ռազմական շքերթի ժամանակ հայտարարում է, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց, դա հենց դա է նկատի ուներ։ Եվ թուրքական աշխարհը գլոբալ առումով հարավային Կովկասը նայում էր իր իրանական եւ ռուսական աշխարհների պայքարի թատերաբեմ։ Այսօր մենք ունենք շատ դրական հնարավորություն, եթե ունենայինք ազգային պետական մտածողություն ունեցող իշխանություն, օգտվելով Ռուսաստան-Իրան մի կողմից այդ համագործակցությունից եւ օգտվելով Տրամպի վարչակարգի ոչ հակառուսական էությունից։ Բայց սրանք Մոսկվայի եւ Թեհրանի հետ համագործակցության փոխարեն լրիվ ուրիշ բան են անում, Հայաստանը տանում են Անկարայի տակ։ Սա է ամենագլխավոր աբսուրդը։ Իսկ չմոռանանք, որ Ալիևն էլ ում դաշնակիցն է ոչ միայն Թուրքիայի, Իսրայելի դաշնակիցն է, որ կա լուրջ խնդիրներ նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Եվ ես չեմ կարող ասել, մինչև ուկրաինական թնջուկի ավարտը ինչ զարգացումներ կլինեն։ Ամենայն դեպս այս նիկոլիստական ռեժիմով նա իրականացնում է Հայաստանում Ալիևի եւ Էրդողանի քաղաքականությունը։ Մենք կարող ենք միայն որևէ բան լուրջ դիմադրել կամ հակադարձել մեր արտաքին հակառակորդներին, երբ որ ունենանք ազգային ու պետական մտածողություն ունեցող իշխանություն։ Սա է խնդիրը։ Մենք կարող ենք օգտվել այլ ռուս-ադրբեջանական պրոբլեմատիկ խնդիրներից, եթե ունենայինք նորմալ իշխանություն։ Հիշում եք Ալիևը ինչ լավ օգտվեց հայ-ռուսական պրոբլեմատիկ հարաբերություններից։ Օգտվեց, չէ՞։ Իսկ Նիկոլ Փաշինյանը փոխարենը Ռուսաստանի եւ Թեհրանի հետ կարողանա իր հարաբերությունները կարգավորել, ինքը ԵՄ-ի է գնում, Թուրքիայի է գնում եւ իրականացնում է թուրք-ադրբեջանական նարատիվ եւ արդեն հրապարակային
պարզապես միջանց կանոն չի տալիս։ Խոսում է պանթուրանական ճանապարհի տալու պատրաստակամության մասին։ Մեղրիով ինչի պետք է ինքը ճանապարհ տա։ Եթե ճանապարհների ապաշրջափակում է, ապա մեր համար ամենաձեռնտու տարբերակը ինչու չի խոսվում Երևան, Իջևան, Ղազախ, Բաքու երկաթգծի մասին։ Քանի 100 կիլոմետրի է տենց ավելի էժան եւ ձեռնտու։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի նարատիվներն իրականացնելու համար մեկ անուն է դնում է խաղաղության խաչմերուկ, մեկ անուն է դնում է հայկական խաչմերուկ, մեկ էլ հիմա անունը դրել է ճանապարհային ապաշրջափակում։ Մենք այսօրը հայտնվել ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր արտաքին քաղաքական հարցերում սխալ հաշվարկ է կատարել եւ ռուսական բանակցային հարթակից թռել է արևմտա թուրքական բանակցային հարթակ։ Սա է